Լևոն Զուրաբյան, ՀԱԿ փոխնախագահ։ Երկարատև եւ անշրջելի խաղաղություն է խոստանում մի ուժ, որի կառավարման տարիներին ունեցանք 10 ռազմական բախում Ադրբեջանի հետ։ Կորցրեցինք Արցախը որպես մի ամբողջ հայկական աշխարհ, ինչի նման բան եղել էր միայն 1915 թվականին, երբ կորցրեցինք արևմտյան հայկական աշխարհը։ Կորցրեցինք 5000 մարդկային կյանք, հանձնեցինք ռազմավարական բարձրունքներ, ստանալով մի քանի կիլոմետրի սահմանազատում։ Հանձնեցինք Հայաստանի Հանրապետության 200-ից ավել քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք։ Ստանձնեցինք Ադրբեջանին միակողմանի անխոչնդոտ միջանցք հանձնելու միջազգային պարտավորություն։ Ընդունեցինք Ադրբեջանի անխտիր բոլոր պահանջները խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ։ Եվ այդ ամենից հետո, միևնույնն է, չունենք Ադրբեջանի ստորագրությունը խաղաղության պայմանագրի տակ, չունենք հաղորդակցության ուղիների ապաշրջափակում, մասնավորապես հայ-թուրքական սահմանի բացում։ Մեզնից պահանջում են հանել սահմանադրությունից հղումն անկախության հռչակագրի վրա։ Մեզնից պահանջում են ադրբեջանական անկլավների վերադարձ։ Մեզնից պահանջում են 300 000 ադրբեջանցիների վերադարձ Հայաստան։ Մեզնից պահանջում են պատմամշակութային ինքնության դենիֆիկացիա, ներառյալ տարածաշրջանային անվտանգության սպառնալիք, հայ առաքելական Սուրբ եկեղեցու կազմաքանդում։ Հա, հաստատ վստահեցինք։ Սրանք իրենց երեխաների աչքերին գոնե կարողանում են նայել։